Իսկ հարթ է, որ նախարարներն 7 միլիոնով պարգևատրում են, բայց թոշակառուի համար 10,000 դրամ է արժանացել։ Շատ սխալ է, շատ սխալ է։ Այդ պարգևատրումն էլ կարգ ու կանոն ունի, չափ ունի, ես չգիտեմ։ Բես է ինքը պարգևը կարծես թե ինքը իրակարբանից է հանել փողերը, պետական փող է, այդ փողերը պետական փող։ Հենց կխոսած Սամվել Կարապետյանի մասին բռնեն տանինգը։ Դիք ինչ շնորհք է։ Դիք շնորհք է։ Անում ես այդ խոսածի կնարի տամենքում, ընդ բռնեն տանին, տեն չի Սամվել Կարապետյանը։ Իմ կամքս է ես ուզենամ ընդրոյ կնրխեմ։ Նրանք դրել են իրանց պաշտոնը, իրանց ղեկավարներին են պատգամավորներին, միսներին, ոչ մի հասարակության մասին մտածող չկա ասիջան։ Այո, այդ ես արդեն դրա համար ես չղայնանում եմ, ինչու պետք է նրանցը բարձր լինի, իսկ թոշակառուներին ցածր լինի։ Այ ես դա չեմ ընդունում։ Աշտար ոչինչ չկա մեր ղեկավարների միջը։ Ինքը մի հատ այսպես հայտարարություն արավ, եթե թոշակառուին 10,000 դրամ բարձրացնենք, նա ինչ է անելու։ Այ այդ խոսքը պատկերացրեք ինչքան հիմարություն է դիք էլի, թոշակառուն այնքան տեղեր ունի ծախսելու այդ փողը 10,000 դրամը քսե ինչ է անելու։ Մեկ է իր տունը չի տականալու, բայց այնպես արավ տունը տական է։ Ամեն դեպքում նախարարներին տրվող 7 միլիոնը արդար է, որ իրանք։ Չէ, ես դա չեմ կրնում արդար, որովհետև դա ասենք կա շարքի նման մի բան է։ Արդար բան չկա այդտեղ։ Չէ, իհարկե նորմալ չէ դի։ Ես էլ եղեմ բողոք եմ։ Դե իհարկե չէ։ Ինչու արդար չէ։ Դե 7 միլիոնը քիչ շատ էր էլի։ Ինչ պիտի աներ այդ գումարը պարգևատրելու փոխարեն։ Դե ինչ իմանամ, դա պետությանը հատկացվող ուրիշ այլ ծախսեր էր, ըստ իմ կարծիքի։ Այդ գումարը պետք է ծախսեր գնելու ցայներ, էլ ուրիշ հարց կա։ Չէ, նախարարն չի պետք 700 միլիոն ստանա, թոշակառուին հավելցնես 10,000 դրամ։ Ինչի համար։ Մանավանդ են Թորոսյանն նոր կտեսին, ես ցույց լիգին, ներվերս կքայքայվի։ Ինչու արդար չէ, ինչ պիտի աներ։ Արդար չէ, որովհետև թոշակառուն այդ թոշակով չի կարող ապրել։ Դե եղնելու բան է։ Հա, քաղաքի կեսը սոված է։ Չի մտածենք այդ մասին։ Լավ, այդ գումարը ինչ պիտի աներ նախարարին պարգևատրելու փոխարեն։ Ինչ է, շենք կառուցել են նայա։ Իրարացներ ամոչին է։ Ինքն ուր, Սամվել Կարապետյանն ուր, տարբերություն կա, աղջիկ ջան։ Պատգամավորը ինձ թոշակառուի չափ փող տա, որ իմանա ինչ ձևի ապրի։ Բյուջեի փողը վերցնում են, միլիոն, ով է տեսնում, միլիոնով մարդ պրեմիա ստանա։ Սովետի վաղտը տենց բան եղել է։ Տարվա վերջին 13-րդ աշխատավարձ տվել են աշխատանքի չափին։ Հիմա ամսական միլիոնով պրեմիա է տալ, ինչի հիմար։ Այդ իմը քո փողն է, չէ։ Այդ բյուջեի փողը, կարելի է այդ փողը ուրիշ տեղ օգտագործած։ Կարելի է։ Բայց ցածր խավի ժողովրդել մի քիչ։ Ինչ ես ասում, բարձրացել, 20 բարձրացել, 30 բարձրացել։ Թող նրանք մի քիչ ստանա։ Մարդիկ կան ցավը տանեմ։ 3-4 միլիոն փող են ստանում։ Խեր դա բանակ, թոշակառություն 60,000։ Թող մի հատ նայեք ժողովրդին։ Սխալա ինչն է ճիշտը։ Բայց ես հասակին հետ նստած իրանք միլիոններ են աշխատեն։ Բանվորին ոչ մի բան չի հասնում։ Բանվորը մենակեշությունն անում, թե չէ մնացած բանվորին ոչ մի բան չկա։ Հիմա արդարություն ոչ մի հատ չկա։ Արդարություն չկա հիմա։ Ով ինչ ուզում է, այն էլ անում է։ Մենք 3 միլիոններ չկանք, մեզ որ ուզեն շատ լավ կպահեն, բայց ցանկություն չկա, բայց իրանք ինչով ապրեն։ Այսքան պրեմիաներ են ստանում, էս են ստանում, ինչի համար։ Պատգամավորները ինչ են արել։ Ղեկավարները, նախարարները ինչ են արել, ինչի՞ պիտի ստանան այսքան։ Անհավասար պայմաններ է, էլի ստեղծում մի խոսքով։ Ոնց որ այնքան որ ոնց ասեմ, քանի կար ասма 10,000 դրամը ինչի պիտի օգտագործեք, կարալ եք դու օգտագործեք։ Այդ ոնց է դու միլիարդները կարաս օգտագործես, մենք չենք կարա 10,000 դրամ օգտագործենք։ Հետո այդ կուտվածն էլ մի բան չի, մի մինիմալ զամբյուղի ոնց որ ասում են, պակասա հասնելու համար շատ։ Պատգամավորը շատ սխալ անում որ ստանում է, շատ սխալ անում որ ստա բանվորին ավելի շատ պետք է տա, բանվորով մենք մարդ դառնում։ Բանվորին պետք է տա, քան թե պատգամավորը որ սեծ այդում նստում գալիս է, սխալ է։ Ասեմ իմացի, շատ սխալ է։
ահա որ ես չեմ падգամավորը, որտեվ իր համար է թուսես նստում գալի, իր համար սեցե թում նստում գալի։ Ես բան չունեմ ասել, կաղանդե գլուխ է ջարդում, բայց անտեղի գլուխ էլ է ջարդում։ Ես չգիտեմ, падգամավորից լավ բան չեմ տենում։ Մեր այս վարչախումբը, մեր հանձինս Նիկոլի գլխավորությամբ, հանձինս չի ճանաչում ոչ սահմանադրություն, ոչ օրենք, ոչ մի բան չի ճանաչում։ Բոլոր ուժային կառույցները ինքը իրանով արել, բոլոր ուժային ինքը դարել ոչ թե վարչապետ, ոչ թե ղեկավար Հայաստանի, այլ որպես դիկտատոր։ Ես տենց կասեի, որպես դիկտատոր։ Ու իր այդ խումբը սկսած ազգային անվտանգության ծառայությունից գլխավոր դատախազ, արտարադատության դատավորը, բոլորը ենթարկվում են իրար, բայց դուք էլ ձեր ասում եմ, ձեր գլուխը բարձին դնելուց առաջ, այդ տվյալ անձանց, որ ես նշեցի, մտածեք ձեր ապագայի մասին։ Դուք բոլորդ վարչապետի նման պետք է պատասխանատվության առաջ կայնեք։ Արժանի է 7 միլիոն դրամ բարգավաճառ։ Ոչ, իհարկե ոչ։ Իրանց ինչ աշխատանքի համար, արած ասֆալտի համար, մի հատ բնակավար ցույց տվեք ինձ, մի հատ որպես շարքային քաղաքացի եմ ես ասում, մի հատ բնակավար ինձ ցույց տվեք, որ իրենք ինչ որ մի բանում հաջողության են հասել։ Ինչ էլ որ կա, որ ինչ որ մի առաջընթաց իբր թե նկարում են, դա նկարված բան է։ Ժողովուրդ ջան, մեզ խաբել են, խաբում են ու պետք է խաբեն, եթե սրանք մնան իշխանության։